Պարոն Մանվելյան, այսօր պարզ դարձավ, որ Մուստաֆայևը Երևան ժամանեց վաղ առավոտյան և դրա մասին մենք առաջինը տեղեկացանք ադրբեջանական մամուլից և արդեն հերքել է անհնար է, նոր հայկական մամուլը դրա մասին հայտնեց և այստեղ հիշենք, թե Ալիևը ինչ էր ասել, Ալիևը նշել էր, որ մենք ոչ թե կգանք Երևան տանկերով, այլ կգանք քայլելով, մեքենաներով, արդեն տեսել ենք, թե ոտքով քայլելով ոնց են հատում սահմանը և գալի Հայաստան, այսօր էլ ինքնաթիռով։ Այս մասին ինչպես կմեկնաբանեք։ Նայեք, Ադրբեջանը չէր թաքցնում իր նկարտումները Հայաստանի նկատմամբ, դա բազմաթիվ անգամ իրենք հայտարարել են տարբեր մակարդակներով, ինչպես դուք նշեցիք նաև այն, որ իրանք մեքենաներով կգան Հայաստան, դա երևաց Հայաստանի իբր թե էժան բենզին ուղարկելով, դրան եւ դա այդ մեսիջը էժան բենզինի ավելացվեցին նաև Ստեփանակերտում հայկական եկեղեցին քանդելով, սա որոշակի մեսիջ է Հայաստանին, որ խաղաղություն չի լինել, որ իրանք երբեք հավասարին չեն վերաբերվելի Հայաստանին, հայ ժողովրդին եւ առավելևս այսօրվա ղեկավարության պայմաններով։ Հետևաբար ցանկացած նմանատիպ այցից լավ բան մի սպասեք։ Սա Հայաստան հերթական ստորացման քայլն է լինելու, որը կարող է փորձեն ծածկել ինչ-որ PR ակցիաներով, այսինքն խաղաղության մասին խոսքերով, բայց իրականությունը դա հենց այս պահին ընթացող ադրբեջանա-թուրքական հսկայածավալ ռազմական զորավարժություններն են, որոնք սկսել են բառացիորեն մի քանի օր առաջ եւ շարունակում են, եւ դա Ստեփանակերտի մայր եկեղեցու քանդումն է։ Դե սա առաջին եկեղեցին չէ, սա երրորդ եկեղեցին է Արցախում, որի մասին մենք գիտենք։ Էլ չենք ասում տարբեր սրբավայրերի քանդման մասին, նույն մի շարք խաչքարերի ոչնչացման մասին, գերեզմաների ոչնչացման մասին։ Այսինքն միշտ պետք է հասկանալ, որ այս մարտիկ նպատակը, ասենց ասեմ, նվաճողական է Հայաստանի նկատմամբ։ Դա համար նրանք քանդում են, ավերում են մի կողմից կեղծ խաբում են ժողովրդին, օգտվելով այսօրվա իշխանության դիրքորոշումից, որ տեսեք մենք կգանք ձեզ ինչ որ էժան բենզին կբերենք։ Օրակարգում մտցնում են խաղաղությունը եւ այս ամենը առաջ է քաշվում խաղաղության անվան տակ։ Դե մենք տեսնում ենք էլի իրենց խաղաղություններից են ռազմական զորավարժություն եւ եկեղեցու քանդում, սա է իրենց իրական դեմքը։ Մնացածը խաղաղություն եւ այլն, սա ընդհանրապես քողածածկույթ է մարդկանց խաբելու, շփոթեցնելու համար։ Իրենց նպատակը մեկն է սպայդրության, որ այսօրվա քաղաքական ռեժիմը վերարտադրվի։ Մնացած երկրորդական է իրենց համար, որտեղ իրանք հասկանում են, այն պահանջները, որ դրվել է այսօրվա ռեժիմի առաջ, միայն ինքը կարող է կատարել։ Իդեպ ըստ տարբեր տվյալների, սոցցանցերում եղած տվյալների, այս անձի այց Հայաստան կապված է այն խոսման հետ, որ ժամանակին Փաշինյանը տվել է 300,000 ադրբեջանի մուտքի մասին Հայաստան։ Հիշենք, որ Ադրբեջանը այս պահին Արևմտյան Ադրբեջանը անվան տակ արդեն Հայաստանում նշանակում է տարբեր համայնքների համայնքապետեր, գյուղապետեր եւ այլն։ Այս գործընթացը Ադրբեջանում ակտիվ կերպով ընթանում է։ Հիմա այս ֆոնին այս անձը գալիս է, շատ հնարավոր է ես չեմ բացառում նաև, որ խոսակցությունը հենց գնում է հետ ընտրական շրջանում արդեն այդ 300,000 ադրբեջանցիների մուտքի մասին։ Այսօր հանդիպում կայացավ գործարարների, հայ գործարարների հետ, Մուստաֆայևը հանդիպում ունեցավ, չեն կարող ասել, թե որ գործարարներն է, քանի որ այս պահին գաղտնի է, ինչ ունի առաջարկելու գործարարներին Մուստաֆայևը, ինչու հենց ընտրվեց գործարարները։ Նայեք, Ադրբեջանը առանձնապես Հայաստանին առաջարկելու բան չունի, որտեղ եթե դուք նայեք Ադրբեջանի արտահանումը, ապա կտեսնեք 95%-ը դա նավթն է, հում նավթն է եւ գազը, որը գնում է, որը Հայաստանը ստանում է Ռուսաստանից քվոտավորված շատ ավելի էժան գներով, քան թե Ադրբեջանը կարող է առաջարկել։ Պլյուս Ադրբեջանի մոտ այդ ապրանքը, ասենց ասեմ, այդ հումքը այնքան է մեծ ծավալի չի եւ ինքը երկարատև պայմանագրեր ունի Թուրքիայի եւ մնացած հետ։ Այլ բան ինքը առաջարկել չի կարող։ Գյուղատնտեսական այն ապրանքները, որ ունեն, նույնը մենք ենք արտադրում։ Նույն գյուղատնտեսական ապրանքը, որի հիմնական շուկան է Ռուսաստանն է հանդիսանում։ Հետևաբար այստեղ առանձնապես Ադրբեջանը ոչ տեխնոլոգիաներ ունի, ոչ մի բան, որ կարողանա մեզ առաջարկել։ Իսկ ինչ իրավունք ունի հանդիպելու եւ հանդիպում պահանջելու
Հայաստանում Մուստաֆայևը գա եւ որոշի, որ պետք է հանդիպի գործարարների, դու այդ հանդիպումը կայանա։ Նայեք հաշվի առեք, որ այսօրվա ռեժիմի պայմաններում Հայաստանը որոշակի ավելի շուտ ոչ թե Հայաստանը, այլ Հայաստանում ցավոք սրտի գործող այսօրվա ռեժիմը որոշակի պարտավորություններ ունի Ալիևի եւ նրա կլանի առաջ։ Եվ հենց այս պարտավորությունների շրջանակում էլ ադրբեջանական կողմը կարող է պահանջել եւ գա Հայաստանում ում հետ ուզենա հանդիպի։ Ցավոք սրտի սա է իրականությունը, այսինքն չկա ազգային իշխանություն, կան մարդիկ, ովքեր հայտնի են միայն նրանով, որ Արցախը ծախել են Ադրբեջանին։ Հետևաբար այս ամենի դիմաց էլ Ադրբեջանը պահանջներ է դնում եւ ստանում է իր պահանջները գործարարների հետ հանդիպման, կարող է գնալ ցանկացած, հələ հայտնել չէ թե դրա արդյոք գործարարների հետ այդ հանդիպումը եղել թե ոչ։ Եվ այս պարագայում ընդդիմության քայլերը, քանի որ տեսնում ենք այստեղ արագ գործողություններ են զարգանում, բայց ընդդիմությունից ոչ մի քայլ գործնականում չենք տեսնում, որ իրականացվի։ Նայեք, ընդդիմությունից կարելի է սպայն պահանջել միայն արձագանքել, շատ կոշտ կերպով պետք է արձագանքել այս քայլերին, որտեղ նորից եմ կրկնում, Ադրբեջանի այս քայլերը ուղղված չեն ինչ որ հարաբերությունների հաստատվելը, այլ ուղղված են Հայաստանի նկատմամբ վերահսկողությունը հաստատելուն։ Հայաստանը պետք է իրենց ենթակա կազմակերպություն լինի, սենց ըստ իրենց պատկերացում, որը իրենց լոգիստիկ ճանապարհ պիտի տրամադրի Թուրքիան Ադրբեջանը կապելու համար, այսպես կոչված թրիփով, որը պետք է իրենց ինչ որ ծառայություններ մատուցի եւ այլն, եւ քանի որ այսօրվա ռեժիմը վասալային կախվածության մեջ է Ալիևից, Բաքվից եւ Անկարայից, ապա նրանք ցավոք սրտի կարող են պահանջել եւ կարող են ստանալ։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ այսօրվա ռեժիմից օր առաջ պետք է ազատվել, որպեսզի Հայաստանը վերջապես շարժվի դեպի ինքնիշխանություն։ Ինչպիսի գործնական ազդեցություն կարող է ունենալ Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը Հայաստանի տնտեսության տարանցիկ դերի վրա։ Նայեք, Թուրքիան երբեք չի վերագործարկի Կարս-Գյումրին։ Անկախ նրանից թե ինչ հայտարարություններ են անում, ինչ հանդիպումներ են անում եւ այլն, որտեղ եթե իրենք ցանկանային վերագործարկել Կարս-Գյումրին, իրենք չէին կառուցի Կարսից Իգդիր եւ Իգդիրից դեպի Նախիջևան ճանապարհը, բայց իրենք հենց այս բանը 3 միլիարդ դոլար ծախսելով սկսել են այդ աշխատանքները։ Եվ նպատակը որպեսզի Կարս-Գյումրին չաշխատի, իրանք չեն ուզում Կարս-Գյումրին աշխատի, նորից եմ կրկնում։ Իրանք ուզում են Հայաստանը շրջանցեն։ Հայաստանը միայն պետք է իրենց ծառայություններ մատուցող, ասենց ասեմ, երկիր լինի։ Թրիփ իրենք կարող են բացեն վերցնեն իրենց վերահսկողության ներքո, Ամերիկայի անվան տակ կամ այլ անվան տակ, մնացած իրենց հետաքրքիր չէ։ Հայաստանի բարգավաճումը եւ ասենց ասեմ ծաղկումը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ձեռնատու չէ։ Հակառակը իրենց պետք է տարածքը առանց հայերի եւ ցանկացած ով որ նպաստում է իրենց այդ հարաբերությունը, այսպես ասենք, ճակերտավոր ասած բարելավմանը, հենց նպաստելու են Հայաստանի հայաթափմանը։ Թրիփի վերաբերյալ այս պահին թրիփի շուրջը ոչ մի աշխատանքներ չեն տարվում, դանդաղեցվել է ընթացքը։ Հիշենք Նիկոլ Փաշինյանը սրանից թրիփի ստորագրմանից հետո փաստաթուղթը ասաց, որ սա դեռ վերջնական փաստաթուղթ չէ, սա դեռ պետք է ստորագրվի, բայց քանի որ արդեն ընտրությունները մոտեցել են, ամեն տարի բերվում է խաղաղության օրակարգը, ասում են, որ թրիփը սա մեր խաղաղության միակ երաշխիքն է, սակայն դա գործնականում կիրականացվի, որովհետև դա ստորագրված փաստաթուղթ չէ դեռ։ Չէ, նախ հիշեցնեմ, որ դա հուշագիր է ընդամենը եւ դա ոչինչ չպարտավորեցող բան է, թե դուք այդ փաստաթուղթը կարդաք այնտեղ վերջում բոլոր ստորագրած փաստաթղթերի գրած է սև սպիտակի վրա, որ Միացյալ Նահանգների վրա սա ոչ մի ֆինանսական պարտավորություն չի տրում, մեկ եւ երկրորդ այն գործելու են ընդամենը 1 տարի հետո այն կերկարաձգվի կամ չի երկարաձգվի, եւ երրորդը հիշենք էլի այն տարածքները այսօր Պարսից ծոցում ստեղծած իրավիճակը, այն տարածքները, որտեղ կային ամերիկյան ներկայություն, այդ տարածքները հայտնվեցին Իրանի կողմից ռմբակոծման ներքո, քանի որ ամենաօգտագործում էր այդ տարածքները հենց Իրանին խփելու համար։ Հետո պետք է մի քանի անգամ մտածել, արդյոք արժի ամերիկյան ինչ-որ համակարգեր բերել Հայաստան, որը կարող է վտանգել Հայաստանի, ասենց ասենք, անվտանգությունը, որը առանց դրել խոցել է իր երկու թշնամի հարևանների ճնշման տակ Թուրքիա եւ Ադրբեջանը։ Հիմա դա բավական չէ, այս թրիփ կոչվածը կարող է մեզ նաեւ Իրանի հետ բերել հարաբերությունների վատթարացման։